Վայելեք մեր Երևանը ժողովուրդ ջան։ Այն կողմի վրա մի հատ ռուս մարդ է։ Բանը այդ ինչ են ասում։ Բուտիլկաներով երաժշտություն է շշերով, լիմոնադի շշերով գինում։ Այդտեղ արդեն նոտաները խառնեց։ Բարի լույս սիրելիներս, այսօր ես բարի լույս, բարի երեկո, բարի լույս, բարի երեկո սիրելիներս, այսօր մեր մոտ չէ օրից, մոռացել եմ օրերը չեմ հիշում, չորեքշաբթի է, եթե չեմ սխալվում, 25-ն է եւ ես ունեմ տեղ եմ գնում, տաքսին պատվիրեցի, լիֆտը բաց թողեցի, ժամը քանիսն է մեր մոտ 7-ն է, ուշացել եմ, չեմ սիրում ուշանալ, որ մեկի հետ պայմանավորում եմ, սիրում եմ լինել ճիշտ ժամանակի ժամին, բայց չգիտեմ ինչու ես ժամը չէի նայել եւ դժբախտաբար ուշացել եմ, ատում եմ դա, հիմա մեր մոտ է խցանումներ են, 3 կիլոմետրը, ահա որ, չգիտեի ճանապարհը ճիշտ ասած, թե չէ ոտքով կգնայի, մի քիչ դուրս կգայի, ոտքով կգնայի, բայց որոշեցի տաքսիով գնալ, ավելի հարմար է իմ համար։ Հա, հիմա ինչ եմ ուզում ձեզ ասել սիրելիներս, ես այսօր ամբողջ օրը որոշեցի եւ շատ երկար մտածեցի, որ ամեն դեպքում ես երևի թե մի քիչ ուշ գցեմ բլոգներ, որովհետև երեք չեմ գցել, որովհետև գիտեք գալիս է մի մոմենտ, որ ես ուզում ես լրիվ ամբողջությամբ օգտվես այս քո արձակուրդից, բայց ես ձեզ չեմ մոռանում, ես գիտեմ, որ բոլորդ էլ ուզում եք, սպասում եք, դրա համար կհավաքեմ փոքրիկ կադր եւ միանգամից ես ցույց կտամ, ինձ թվում է դից ավելի լավ կլինի։ Ես ամեն օր ցանկանում եմ փոքրիկ կադրեր, իմ լուկը սա է, ես այսօր հագել եմ ջինսի ստավատ եւ բարձր կրուններ, բարձր չի, բայց իմ այս կախպերներն եմ հագել, որովհետև այս ձևով ինձ թվում է ավելի սպորտային շիկ կապել եմ իմ գոտին, որովհետև տաբատս վրաս բավականին մեծ է, չնայած նեղացրեցին, բայց էլի մեծ, ինչու ես մեծ վերցնում, շատերը կասեք, որովհետև ես բարձրահաս եմ։ Մի հատ բոլորին բարևներ ժողովուրդ ջան։ Լիլուս Яночка, моя красавица, подружка, это я։ Գիտեք, չէ, երեխեք ջան, որ ռուսերեն եմ խոսում, մեկ ինքս իմ վրա լավ ծիծաղում եմ, կան է բլոգերներ, որ քանի որ Լիանան է Ռուսաստանից, կան չէ բլոգերներ, որ ասենք ուզում են որ շատ ռուսերեն նայեն, ռուսական տիտղներ են գրում, վերնագիրներ, կամ էլ թե չէ մեկ ռուսերեն են խոսում, դե ամբաղ էլի։ Ասենք բանը սրեդնի ռոդ, մուրսկոյ ռոդ, ժենսկի ռոդ գոյություն չունի։ Արա դե հայերեն խոսացեք, թող մի քիչ տային։ Ես Լիաննա ջան չեմ ինչ շատերն ասեցին ռուսերենով վարի, բայց չեմ անի։ Որովհետև հայկական լեզուն հոգեհարազատ է, ես չեմ կարող։ Իհարկե, ֆրանսերեն ունեմ, ֆրանսիականներ են բացել։ Հա, բայց ֆրանսիացիներ կան արդեն գրանցվել էին, գիտես, այնց արագ։ Բայց կտեսնեմ ժողովուրդ ջան, արդեն աշխատանքը ինքը բավականին դժվար է։ Ես դաժե այսօր ուզանին ասում երևի մի քանի օր դադարացնեմ, որովհետև ուզում եմ ամեն րոպեն վայելեմ։ Դերավ սիրելիներս, գնացինք։ Ժողովուրդ ջան, եկել ենք հյուր, մի հատ խնդրում եմ տեսեք մեր հայկական հարուստ սեղանը։ Սաղցանները, բուջուրջուտիկները։ Այս խավուրվա չի, Ռուզա։ Հա, միլե։ Հետաքրքիր է, որ դու դստում ես քո մաստի ոնց որ ասում իրա երամին գտնում մարդիկ։ Ու եւ այդպես են մարդիկ գտնում բարեկամներ, ծանոթներ, միջավայրը լայնացնում ես։ Դա գալիս է նաեւ մարդասիրությունից։ Ուզում եմ խմեմ ձեր օջախի, ձեր ընտանիքի, ձեր ինչ ասեմ, լավ տեսած լինելու համար։ Շատ ձեր սիրո կարելու, ծանոթության համար, լավ մարդկանց հետ շփվելու, բարեկամություն անելու, Ազիզ ջան, շատ ուրախ ենք։ Ես ես շատ ուրախ եմ, որ ես ես YouTube-յան ալիքը բացեցի։ Եվ շատ այդ Բայրամիկիս նման լավ մարդ մենայն ազնվությամբ։ Երևի թե Աստված տենց էր կամեցել, որ ես իմ հայ ժողովուրդի հետ շփվեմ ու ամեն ռեգիոնում մեկին ճանաչեմ։ Այո, աշխարհի մի ամեն անկյունում։ Մի հատ իմ տեղը խմեք գինին մի անմահական էր, լավն էր, չէ։ Դեռ մենք շարունակենք սիրելիներս, ահա եւ մեր հրաշալի սեղանը, ճուտիկները,
քեբաբը, դաժե այն աստիճանի, որ Մայրամ այնքան ուշադիր է նայում, որ ասում ես գիտեի դու խոզի միշտ չես սիրում, ես գիտեմ, որ դու մայոնեզոջ Մենեմ ջանին, իմ տղայի թայնա Մայրամ, 30-ամյակը երբ Այս տարի է լրանում, երբ, որ օրն է Արի, այ աղբեր ջան, արի մի հատ կենացդ խմենք է Արի նորո ջան, արի է Ասա, սկսի հիմա Իմ սիրելի Մայրամիկի և Մայրամիկին ես ծանոթացա իր մամայի Աննայի հետ է չէ կասկածում, ես լավ աղջիկ կունենամ Գիտեք, այնքան մուզված է, ուզմունքս չեմ կարող արտահայտել, մենք չենք սպասում, արտակարգ սեղանը, տեսակ, պատրաստություն, լավ ծիծաղացինք, ուրախացանք, և իմ նվերները, և Ռուզաննային, և Լիաննային, Օֆելիան չկա էսա Օֆելիան է, իմ համար նայեք տեսեք, ուրեմն ամեն ինչ գիտի, դաժե գիտի ինչ է սիրում, ինչ չեմ ուտում, ոսկյա խաչ ա նվեր տվել, որը որ գիտի, որ ես բիժու եմ սիրում, շատ հաստ բաներ չեմ սիրում, մեռնեմ կյանքիդ, ապրես իմ աղջիկ Բերելա նայեք երեխեք բոլորին, ես պիտի ցույց տամ, որովհետև ցույց չտամ, ես ուղղակի այդ ուշադրությունը։ Ուրեմն մամայի համար այսպիսի չրային մի հատ սիրուն գեղեցիկ կոմպոզիցիա։ Կարլայի եւ Դավիթի համար, Կարլա Դավիթ c'est pour toi, pour vous։ Ուրեմն Կարլայինց համար մի հատ շատ հայկական շոկոլադ gold ոսկի է, էլի։ Դավիթը կասի, մամ, ես ոսկի եմ։ Սերժի համար գիտի, որ անգամ ենքան ուշադիր Ռուջան մի քիչ հետ գնա, գիտի, որ Սերժը, իսկ սա բկլիկ Անահիտի համար, ամբեր մարդու իրա գաբարիտի և կարևորը մամայի համար նայեք ինչ ա, մամ ջան, նայեք ես համար, ինչեր ա բեր տվել նվեր, ոյ օգնեմ սիրուն աղջիկը, ուրեմն նայ մամ ջան, քո համար ինչ-որ մեկ ստեղ կարում ա, մաման ես, Ոյ, էսի սա ընգարջեք իրա, նայեք մամ, նայեք քո սրբիչները, այս սատ, որովհետև գիտին, որ դու միշտ մաման, որ միշտ խմոր անում, ասում բալա ջան, խմորը որ անում ես, սիրուն սրբիչը ուտել ես, ապրեք, հատուկ սրբիչներներ պտի ինի, որ դա չպտի, ես ինչ լավնա կտու մատերալը, շատ Այս է ժողովուրդ, Օֆելիա արի, արի նվեր ստացի, հրաշքալ, ես դու կարաս հետո պահ ես բանում, Անայդ միատ ներկացրա ով է Լիաննան Ուրեմն Լիաննան իմ սիրուն Լիաննան լավն է, չէ երեխեք Օֆելիայի տալն է, իմ լավ ընկերուհին, մեր լավ ընկերուհին, որովհետև մենք իրար տեսել ենք մի քանի անգամ, բայց անես տպարտել հաղորդարը ճանաչում Այո, և մի մոռացի ասել, որ Լիաննան ինքը իրանից արևի ճարագայթներ է արտացոլում, ջերմություն Ռուզաննայի գիրկը նա շուրտու Ես ինչ օրիգինալ է Վայ ես ինչ իդեալական և օրիգինալ Ես էլ մեր Մայրամիկի մայրիկն է, Աննան, որը մի հրաշալի, մի իդեալական, բարեկիրթ կին, հիացած ենք մենք իրանցով Սիրելիներս Աննան մամայի համար ավելուկ է չորացել, քանի ինչքան ժամանակ առաջ էլ Մայրամն ասեց ու մեկ էլ ինչ աստեղ ուրց անթարամ ու իրա ձերքով չորացրած հիմա ժողովուրդ ջան մենք բոլորս եկեք նկարվենք եւ դա հիշատակ մնա մեզ Ար Միլենա ջան մեզ Երեխեք ջան ուզում եմ ձեզ ցույց տալ Երևանի խցանումները կարող է կարոտած լինեք Ինչ ասեմ, ես տոտիկ, վարկյաց ես քայլելով են գնում, շատերը ասում եք, Փարիզում, Լիոնում եւ այլն։ Երևանում ավելի քիչ բնակիչ կա, քան մեքենա։ Եվ մենք գնում ենք արդեն մի ժամա կամած։ Գնում ենք կամած։ Չեն գնել, կանգնած ենք դեռ մնացել մեր Արարատու հյուրանոցը, Սունդուկյանի թատրոնը։ Սես նկար եմ գոնե չկա էլի։ Էս ինչ շենքա Օֆելիա ջան։ Masakan d'Espanatuna, où est le consulat français. Oh, consulat français. Իմանանք տեղն էլ Ռուզան ջան։ Ծանոթ դրոշ է շատ։ Եվ կհավատաք եւ հարազատ դրոշեր երեխեք ջան։ Ավելի շատ ես ապրում եմ Ֆրանսիայում, քան Հայաստանում։ Ձեր համար ո՞նց է։
Եվ ապրում եմ Ֆրանսիացու հետ։ Ահա որ է, երեխեք, խցանումներն ահա որ է։ Պիտի մեր մոտից քանի սոֆը դուրս չգանք։ 6-ից 8-ը։ Դաժե 5-ից կեսից 8-ը։ Հա, բոլոր աշխատում են այդ ժամին, աշխատողներ այդքան շատ են։ Հələ հիմա դպրոցական արձակումներ է, ինստիտուտները դու պատկերացրել եմ վաղ։ Այո, չենք մտածել։ Որտեղ այնքան բան են փոխել էս ճանապարհային բանի մեջ։ Հա։ Ավելի շատ խցանումներ առաջանում։ Այս փողոցը փակում են, փողոցով գնացեք, այն փողոցը փակում են, ստով գնացեք, սա գալի հավաքվում են իրար։ Մի տեղ էր, ինձ չի որ այս տարբեր ճանապարհներով որ Նրանք ովքեր սովորել են Պոլիտեխնիկ ինստիտուտը միգուցե կհիշեք եւ ձեր կարոտը կառնեք։ Ահա եւ մեր պոլիտեխնիկը, սիրելիներս։ Հրաշք շենքը։ Այո, ահա նայեք, տեսեք սիրելիներս։ Մայր Հայաստանը։ Մայր Հայաստանը։ Պոլիտեխնիկը։ Հայաստանը մամաչուկի, Հայաստանը Երեկոյան Երևանը գիշերը։ Իրա վրա ենք հիմա տալ։ Շատ ընտիր երեկո է, լավ ծիծաղացինք, բարեցինք, հրաշք։ Չի մտադրություն չունեինք դուրս գալու, ճիշտ ասած մտադրություն չունեինք դուրս գալու, բայց արդեն եկել էինք հոգնած, Ռուզանը զանգեց, ասեց ինչ եք անում, պատրաստվեք իջեք, պապլավկում ենք, հանդիպենք, ու տես դուրս եկանք, գիտեք ժողովուրդը, իհարկե տուրիստի բանով ես եկել դուստեղ, որ պիտի մանգաս, ճիշտ ասած ալարեցի մոմենտ, հետո ասի Անահիտ, հեսա գնալու ես ու արդեն էլ երկար ժամանակ չգիտեմ երբ, մյուս անգամ կլինի, թե չի լինի, ավելի լավ է դու օգտվես ամեն վայրկյանը եւ չէ չասես։ Չնայած նրան, որ մի քիչ վատառող չէի, բայց ոչինչ, ասեցի դուրս գամ եւ աղջիկների հետ հանդիպեցինք, ծիծաղացինք, բարեցինք, շորտը տեսակ, արդեն երևի տեսած կլինեք, չգիտեմ գցել եմ արդեն թե չէ։ Ահա եւ աղջիկները սպասում են, որ մենք նստենք մեքենան, գնանք տուն, չնայած նրան, որ Ռուզաննան աշխատում է, բայց այնքան բարի անձնավորություն է, որ որոշեց գա երեկոյան Օֆելիայինք արդեն գնացին, կեսը գնացին, հիմա մենք ենք նստենք մեքենա, գնանք տուն, հանգստանանք, վաղը գնում եմ իմ լավ ընկերուհու Կարինեի տուն, այնտեղից արդեն կնկարեմ, որտեղ Կարինեն պրոբլեմ չունի։ Էդ ի՞նչ է մեռնեմ արևից։ Վայ, սիրուն է։ Հələ նաուշնիկ։ Այսօր այդ նաուշնիկները որոշեցի ես դնեմ այս հեռախոսիս վրա, հետո տեսա, որ չէ, դա իմը չի։ Երեխեք ջան, եկել եմ մեր բասկետբոլիստների ընտանիքի անդամները, նայեք, տեսեք ովքեր են, բարև ձեզ բոլորիդ իհարկե առաջին։ Մեր կարկուշային ճանաչում եք, մեր տրի մուշկետյորի, Կարինեի ամուսինը, մեր Վարդանը, բասկետբոլիստ, ով եղել է երկար ժամանակ Հայաստանի հավաքականի մարզիչ, չէ, բասկետբոլի Վարդան, որ այսքան տարիներ մարզիչ, տղան ֆենոմենալ բասկետբոլիստ էր եւ պրոստը պրոբլեմատիկայի համար Ամերիկա պետք է ստորագրեր գնար, բավականին բարձրահասակ, աղջիկը փոքրիկը Սուսիկը էլի բասկետբոլիստ է, այո, եւ որտեղ պատրաստվում է Կիպրոս գնալու եւ կարող եմ ձեզ մի բան ասել, սիրելիներս, տեսնում եք, իշտա բոյով են մեր ժողովուրդը։ Ես ձեզ մենակ բան կասեմ, Վարդանի, որ նայեցի, հիշեցի, Վարդան հիշում ես, որ մանեժում ձեր դեմը խաղում էինք, որ Չոլախյան կարգ անձնավորություն են, իմ լավ ընկերներն են, Վարդանն ու Կարինեն, վաղուց քանի տարի ամուսնացած եք։ Քանի տարի եք ամուսնացած եք։ Գոհարիկը Դավիթի տարիքին է, 29, ոնց որ մենք էլ 30-ը լրանում է մյուս տարի, հա։ Ու այնքան հաճելի հիշողություններ, Գոհարիկս էլ էտա գնաց, որ չնկարահանվի, բայց ոչինչ չէ, երեխու հետ հա, միայն Գոհարիկը բասկետբոլ խաղացել է, բայց այդքան չէ, Գոհարիկը նման է իր հորաքրոջը, իր հորքուրը, Վարդանի բոլոր ընտանիքը եղել են բասկետբոլիստ, ընկեր Մագոն քո պապան, այնքան էի սիրում Մագոին, դե ինչ Աստված հոգին լուսավորի, մենք էլ նստենք սեղան, մի քիչ իրար հետ օր անցկացնենք, խոսենք, հիշենք մեր բասկետբոլի տարիները, անցի Օֆելիա ջան, չէ, ես այնքան հեռու չեմ գնա։
Ժողովուրդ ջան, տեսեք որտեղ են գտնվում, մենք դուրս եկանք արդեն, գտնվում ենք մեր երրորդ մասի մետրոյի մոտ եւ Օֆելիան որոշել է իմ հարսանիքդանի տանում մայիսինի փողոցը։ Վայ, ոս ինչ բան արեցիր հոգիս տակնու վրա եկավ։ Չնայած այն օրը Ռուզաննային խնդրել է լրիվ նկարել էր մեր երրորդ մասի շուկան, մեր մայիսինի փողոցը։ Այս սա եմ սիրում, այս սա էի կարոտել։ Այս սա եմ սիրում ժողովուրդ ջան։ Այս ծախի վրա Կիրովի դպրոցն էր, մի քիչ են կողմ, հետո գնում ենք էլ մի սվետաֆորի մոտ Բիլինսկին էր, իսկ ծախի վրա մեր մայիսի 9-ի փողոցը։ Հայ աստված, որ հիշում եմ, երեխեք նայեք, գալիս էի երբեմն որ տրանսպորտ չէր լինում, ասում էի դե լավ թե մետրոյով գնամ, այն կինոռասիայից մետրոյով գալիս էի, պիտի ստեղից տրանսպորտով ընդամենը մի կանգ, երկու կանգար, թե մի կանգարա մինչև երրորդ մասի շուկան։ Մարդ ասում էի ոտով գնամ, ուղիղ տեղ ա էլի։ Քան չեմ ափսոսում, նայեք ինչքան սիրուն է մեր շենքերը, մեր փողոցը։ Ես որ դες ասում եմ երրորդ մասի այս մասերը, այս փողոցը ամենալավն է։ Գիտեք ինչ մտածեք ես տեղ եմ ծնվել, մի հատ շենքերի մաքրությունը նայեք։ Այս ծառերը իրանք մնացին։ Շատ սիրուն է։ Մյուս անգամ երևի երրորդ մաս դու վարձեմ։ Մի վարկյան կամացածրա մի հատ մեր շուկան էլ նկարեմ։ Ահա եւ մեր շուկան։ Գալիս էի փողոցն անցնում էի, նստում էի այստեղից 44 համարի ավտոբուսը, որ լինում էր ուրախանում ենք, եթե չէ, մի քիչ ոտքով գալիս էի Բիլինսկիի դիմացը, նստում էինք տրամվան։ Տրամվայով գնում էի բան։ Կար, այ այստեղ էր կանգարը։ Հա, այստեղով, մեջտեղով, հա։ Ժողովուրդ ջան, ահա եւ Օֆելիան իմ խաթր համար թեքվում ենք մեր մայիսինի փողոց։ Էսի մեր անկյունի խանութն էր, մեր հացի խանութ, այս գաստրոնոմը հացի խանութ։ Ստեղ է տեղատուն այսօր գաս, այն շարունակվում է, այ հացի խանութը տեղ էր, այնքան հիշողություններ ինձ մենակ ինձ ուղարկում էին հացի անել, մի օր փող տվեցին, եկա այս գաստրոնոմից, որ արաղ առնեի, քերիս էր եկե մեր տուն, այդ մարդկնի տինը թուղթը փաթաթեց, այդպես վազելով, թռնելով, այդ օրը որոշեցի, որ ես մեծ եմ արդեն, ինձ դավերի անեն, ու տենց երեխեք ջան թռնելով այդ արաղի շիշն ընկավ ջարդվեց, թղթով եկա դուրս։ Անենց էի լացում, պատկերացա որ պապաս վեր թռավ, ինչ ա եղել, խո մեկը քեզ բան չի ասացի, արաղը ջարդել եմ, դու ասեց, դու լավ ես արել, ասեց։ Վերջը հեսա, այսա մեր հացի խանութն էր, այս լուկի վրա եմ ընկել, ստեղ այն լուկի վրա եմ ընկել, մինչև հիմա սպի։ Սա մեր մայիսինի փողոցն է սիրելիներս, ահա։ Ինչի կանգնես այստեղ։ Այո, կամաց քշի խնդրում եմ կարոտս առնեմ։ Այ երեխեք ջան, չէ, չեմ ուզում, չէ, սիրտս հոգիս ցաված։ Չեմ ուզում քայլեմ։ Սիրում եմ կարոտել եմ ես ինքս ինձ եմ կարոտել իմ մանկությունը, մեր բակը, որ պարան էինք խաղում, մեր տունը, մեր բալկոնը, այ, դե լավ Օֆոջան գնա, ստեղից հրազվարոտու, չէ, չեմ ուզում մի մտի, սխալ էր, չէ, ընդեղով էինք մտնում, բայց պակել են, սաղ պակել են, սաղ պոկել են, ստեղով, լավ մտի էլ է, մտի սիրելիս մտի, ես ոնց ա փոխվել, ես ինչ կարաժներ, ստեղով մենք գնում էինք, ձախով գնում էինք, մեր դպրոց են բանով անցնում էինք, ստեղով գնա հլը, այս լրիվ ուրիշ տեղ է կար տուպիկ, մեր հայատը այնի է, այն կողմն է։ Մայիսի 8-ով պիտի մտնենք ուրեմն։ Հա, 8-ով ոչինչ, լավ։ Գիտեք երեխեք, բակի ներսում տները այտենց ամբաղ բաներ են սարքել, տգեղացրել են, ամբողջ այնքան Օֆո մեծ հայատ էր, մեծ բակ էր, մենք էլ գնդակ, էլ ինչ ասեմ, ամեն ինչ խաղում ենք, այս փողոցում երեխեք, այս փողոցում, մեքենա չկար, պատկերացրեք, որ այս փողոցում էլ էինք խաղում։ Թողեք մենք գնանք, у нас շենում, այսպես դի մտներ կյանք, չէ, այն միսով դի մտներ, դե լավ մի մտի Օֆո, գնա, ուղիղ գնա, մի մտի։ Ես այսօր հասկացա իմ մայրիկիս թախիծը, երբ որ զանգահարեցի և ցույց տվեցի Լեննականը։ Ես նոր հասկացա իր ամեն պատմության մեջի տխրությունը, իր կարոտը, իր ծննդավայրը։ Գիտեք բոլորիդ համար ծիծաղելի կթվա, շատերը կասեն ինչ տեղ ես ապրել,
դա ընդամենը երրորդ մասն էր, բայց սա իմ ծննդավայրն է։ Ես այստեղ եմ ծնվել, մեծացել։ Ես այստեղ եմ առաջին քայլերս արել։ Ես այստեղ ունեցել եմ հայրիկ, մայրիկ, տատիկ։ Ես այստեղ ունեցել եմ քույրեր, եղբայր, լավ ընկերներ, իմ դպրոցը։ Ես այստեղից եմ իմ կարիերան սկսել, հանգիստ բակում խաղալուց, եւ ամեն ինչը սկսվել է հենց այս վայրից։ Սա իմ համար հոգեհարազատ է, սա իմն է եւ իմ հետ կգնա։ Գիտեք, սիրելիներս, շատերս մեզ խաբում ենք, ասում ենք, ինչ կա այդտեղ, ոչ մի բան չկա։ Ոչ, մի խաբեք ձեզ, սիրեք, մտածելով, որ հեռու եք, չեք հասնի դրան, բայց սիրեք եւ չմոռանաք։ Չմոռանանք մեր ազգը, չմոռանանք մեր ծննդավայրը, չմոռանանք մեզ մեր ծննդավայրում։ Դե ինչ, մի քիչ տխուր ավարտ եղավ, բայց հոգիս տակնու վրա եղավ։ Հոգիս տակնու վրա եղավ ամեն վայրկյանը, տեսնելով շենքերը, դրանք ուղակի շենքեր են, դրանք ուղակի ճանապարհներ են, բայց դա իմն է, դա իմ մանկությունն է, դա իմ երիտասարդությունը, դա իմ ծննդավայրն է։ Սիրելիներս, այսքանով եկեք ավարտեմ իմ վլոգը։ Ցանկանում եմ ձեզ բարի դիտում, ցանկանում եմ մեր հայ ազգին խաղաղություն, ցանկանում եմ, որ մեր Հայաստանը լինի միշտ ուրախ, ցանկանում եմ, որ մեր Երևանը բարգավաճի, ցանկանում եմ մեր հայ ժողովուրդը հանգիստ գլուխները դնեն բարձին եւ հանգիստ քնեն եւ չմտածեն, թե ինչ կլինի վաղը։ Դա եմ ցանկանում իմ ժողովրդին։ Եվ ուզում եմ ձեզ ասել, որ ես բոլորից սիրում եմ, համբուրում եմ ջերմ, տեսեք, կարոտները տարեք, շատերին հնարավորություն չունեն գալու Երևան, համբուրում եմ, սիրում եմ, գրկում եմ ջերմ եւ ինչպես միշտ ասում, պակա, պակա։